Ես օրինակ շատ կցանկանայի, որ մեր հայ ազգը միաբան լիներ, բայց այդ միաբանությունը ես չեմ տեսնում։ Եթե միաբան լինեն, կհասնեն ինչ-որ մի նպատակի, կհասնեն իրանց հաղթանակին, բայց պառակտված ազգ ենք մենք հիմա, այս պահի դրությամբ պառակտված ազգ ենք։ Մեկ էլ մի բան, որ ճիշտ է, մենք մեր բախտը կապել ենք ռուս ազգի հետ այն ժամանակ եւ իրոք, երբ որ թերթը մեծ պատմության բոլոր էջերը առանց ռուսի մենք չէինք կարա հասնեինք ոչ մի արդյունքի եւ կարող չգոյատևեինք մինչեւ հիմա, բայց երբ որ տեսնում եմ իրանք ռուսից հետ են կանգնում ու ուրիշ ուղղությամբ են գնում, ես դա իմ կարծիքն է։ Ես վատն եմ տեսնում, ես լավը չեմ տեսնում։ Ես չեմ հասկանում իր բարած քաղաքականությունը դեպի ուրատանում, չեմ կարող ասեմ, քան եք ասեմ ես, չգիտեմ, դեպի ուր կտանի մեզ Աստվածանի, դեպի լավը, բայց և ինձ հոգեպես շատ ատանջում է Սյունիքի վիճակը, երբ որ լսում եմ կողքից, լսում եմ այդ քաղաքականության բանանում հանկարծ, եթե հանկարծ Սյունիքի մարզին կպնեն, ուրեմն Հայաստանը ինքնըստինքյան գնում է դեպի կործանում։ Այդ մեր Սյունիքն է, որ պատնեշ է եղել այդքան տարիների ընթացքում, երբ որ մենք գոյատևում ենք, մենք ազգ գոյություն ունենք եւ ունենք պետություն, դա Սյունիքի շնորհիվ է եղել, դա եղել է մեր Նժդեհի, մեր Դավիթ-բեկի, Մղտար Սպարապետի եւ նման շատ ուժեղ մարդկանց շնորհիվ եւ թող նորից կրկին անդրադառնան, վերցնենք իրանց պատմությունը նորից կարդան, ոչ թե կարդան, հասկանան, որ ինչ են անում եւ դեպի ուր են տանում։ Եթե չլներ Սյունիքի այդ հազորները, մեր հայ հանրապետություն մենք չէինք ունենա, մեր հայ ազգը գոյություն չէր ունենա։